Ինչ վերջը որոշվեց ձեր հակապաստառների արդյոք դատարանը մեզ չեղավ։ Նախ թույլ տվեք ներկայանամ փաստաբան Արտակ Խաչատրյան, ներկայացնում էի գործընկերոջս Պողոն Միսակյանի հետ միասին գնդապետ Մալոյան էթիկի պաշտպանությունը։ Հաշվի առնելով, որ քրեական վարույթը վերաբերվում է պետական գաղտնիքին եւ մենք նախազգուշացված ենք որևէ մանրամասնություն այս փուլում ամեն դեպքում հայտնել չենք կարող։ Միայն կարող եմ ասել, որ ինչպես մեղադրանքը, այնպես էլ ամբողջ գործընթացը որևէ իրավական փաստարկում չուներ, որի կապակցությամբ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շուրջ 2 եւ ավելի ժամ տևած դատական նիստի ընթացքում։ Դատական ակտի հետ բնականաբար համաձայն չենք։ Կարծում եմ ավելորդ կլինի նշել, որ դատավորը Մասիս Մելքոնյանն էր եւ կարելի էր ակնկալել նման որոշում։ Բնականաբար որոշումը ստանալուց հետո քննարկելու ենք հատուկ վերանայման կարգով բողոքարկելու հարցը։ Ինչքան եղավ կալանքական բանի ամսականները։ 2 ամիս ժամկետով։ Գործով այլ անցնող անձել Այլ անձանց հետ կապված տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։ Այսինքն ինչ կա էլի հիմքում, ինչ որ առանցքային Բողոքարկելու եք։ Բողոքարկելու ենք միանշանակ վարույթի հետ կապված որևէ նյութ, որևէ հրապարակում չեմ կարող անել, էլի կրկնում եմ նախազգուշացված ենք, միայն կարող եմ ասել, որ փաստարկված չէ, իրավական որևէ հիմք չուներ։ Իհարկե մեր երկրում մենք արդեն ականատես դարձել ենք նման արդարադատության, բայց հուսանք, որ Մալոյանի դեպքում բացառություն կլինի, որտեղ բոլորս էլ Մալոյանի անցած ուղին տեսել ենք, գիտենք դատանում ներկայացվեց առնվազն մի քանի տասնյակ էջով անցած ուղին հաստատող փաստաթղթերը, մասնավորապես տարատեսակ խրախուսանքներ, այդ թվում մարտական խաչի ասպետ լինելու հանգամանքը Մալոյանը եւս իր խոսքում անդրադարձավ այդ հանգամանքին։ Ես եւս որպես նախկին զինվորական քննիչ, որ ճանապարհ եմ անցել տասնամյակների Մալոյանի հետ, մանրամասն փորձեցի ներկայացնել, որ մարդն իր կյանքի, գիտակցական կյանքի 25 տարի դնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու հայրենիքի զոհասեղանին, չի կարող վտանգել Հայաստանի Հանրապետության այլ լինել վերաբերմունքը, այլ լինել մեղադրանքի հանդեպ մեր դիրքորոշումը, բայց այն ինչ որ մեղսագրվել է Մալոյանին, Մալոյանի անձի հետ եւ նրա անցած ճանապարհի հետ որևէ աղերս չուներ։ Մարդը իր կյանքով ու կենցաղով ապացուցել է իր բացառիկ հայրենասիրությունը, որ չի ծանրում անհատին, ծանրում է Հայաստանի Հանրապետությանը, հայրենիքին, այդ թվում Արցախի Հանրապետությանը, այդ թվում այն հայրենիքին, որը որ մենք բոլորս ունենք մեր սրտում եւ այսօր ենթարկվում է թույլ տվեք ասեմ քաղաքական հետապնդում, սա քաղաքական հաշվեհարդար է։ Այսինքն պետական գաղտնիքի մասին խոսք չկա, եթե քաղաքական հաշվեհարդար է մյուս այդ ամեն ինչը քողարկված է պետական գաղտնիքի անվան տակ, բայց այդ փակագծից չեմ կարող բացել։ Կներեք, ենթադրում է իրենից պետական գաղտնիք այդ ինչի մեջ մեղադրում են, նկատի չունեմ հոդվածով, այլ արարքը ենթադրում է պետական գաղտնիքի ապօրինի ձեռքբերում, հրապարակում։ Մեղսագրվում է հոդված, որը վերաբերվում է պետական գաղտնիքի հրապարակմանը։ Այլ հարց է հաստատուղթը, որը հրապարակվել է, բավարարում այդ չափորոշիչներին, թե ոչ։ Խոսքս դրա մասին է, որին կարելի է դառնանք հետագայում։ Չի համապատասխանում ըստ պաշտպանական կողմի եւ չի կարող համապատասխանել պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումների պայմաններում։ Այսինքն այդ հոդվածը չի կարող այս դեպքում ոչ, մտածածին հոդված է, կոպիտ ասած կոնկրետ իրավիճակում կարվելու հոդված է, որը գտել են քրեական օրենսգրքից ու մեղսագրել են։ Այսքանը շնորհակալ